1969 թվականներ, երբ Ապոլո 11 Մուն լանդինգ առաքելությունը առաջին անգամ մարդկանց հասցրեց լուսին, այդ օրը պատմության մեջ փոխվեց ամեն ինչ, մարդը առաջին անգամ կանգնեց մեկ այլ երկնային մարմնի վրա, բայց հենց այդ պահից հետո սկսեցին առաջանալ տարօրինակ հարցեր, երբ գիտնականները ուսումնասիրում էին լուսնի լուսանկարները, որոշ մարդիկ պնդում էին, որ այնտեղ տեսնում են ինչ-որ անսովոր բաներ, ուղիղ գծեր, ստվերներ, որոնք նման էին կառուցվածքների, նույնիսկ քաղաքի մնացորդների, սակայն ՆԱՍԱ-ն միշտ տվել է նույն բացատրությունը, դա պարզապես լուսնի անկյունների, ստվերների և քարային մակերեսի խաղ է, բայց մարդիկ միշտ չէ, որ հեշտ են հավատում պարզ բացատրություններին, հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը, մարդու ուղեղը շատ հաճախ փորձում է պատահական ձևերի մեջ իմաստ գտնել, երբ մենք նայում ենք ամպերին ու տեսնում դեմքեր կամ կենդանիներ, իրականում դա մեր ուղեղի հնարքն է, գիտության մեջ դա կոչվում է պարեիդոլիա, այսինքն հնարավոր է, որ լուսնի վրա քաղաք տեսնելը պարզապես մեր ընկալման արդյունք է, բայց պատմությունը այստեղ չի ավարտվում, տարիների ընթացքում սկսեցին ի հայտ գալ իրական ծրագրեր, որոնք արդեն խոսում էին ոչ թե երևակայության, այլ իրական հնարավորությունների մասին, ՆԱՍԱ-ն հայտարարեց իր նոր մեծ ծրագրի մասին, Արթեմիս, նպատակն էր կրկին մարդ ուղարկել լուսին և այս անգամ ոչ միայն այցելելու, այլ մնալու համար, գիտնականները սկսեցին քննարկել մի գաղափար, որը նախկինում գիտաֆանտաստիկա էր թվում, լուսնի վրա մշտական բազա կառուցել, դա պետք է լիներ մի փոքր բնակավայր լուսնի վրա, որտեղ տարբեր երկրների գիտնականները կարող էին միասին աշխատել, այսինքն առաջին քաղաքի գաղափարը արդեն սկսում էր ձևավորվել ոչ թե ֆիլմերում, այլ իրական նախագծերում, բայց երբ խոսում ենք ապագայի մասին, անհնար է չհիշել Էլոն Մուսկին, նրա հիմնած SpaceX ընկերությունը ստեղծել է նոր սերնդի տիեզերանավ, որը նախատեսված է մարդկանց և բեռների տեղափոխման համար դեպի լուսին և Մարս, այս տեխնոլոգիան արդեն օգտագործվում է նաև ՆԱՍԱ-ի ծրագրերում, ապագա լուսնային առաքելությունների համար, այս ամենը միասին սկսում է փոխել իրականությունը, եթե նախկինում քաղաք լուսնի վրա գաղափարը պարզապես միֆ էր թվում, այսօր արդեն այն դառնում է քննարկվող ինժեներական նախագիծ, բայց կարևոր հարցը մնում է նույնը, եթե մենք դեռ չենք տեսել այնտեղ քաղաք, բայց արդեն ունենք տեխնոլոգիա այն կառուցելու համար, ապա արդյոք միֆ բառը դեռ ճիշտ է, գուցե իրականությունն այն է, որ մենք պարզապես դեռ չենք հասել այդ պահին, և մի օր, երբ նոր առաքելությունները վերադառնան լուսին, մենք այլևս չենք հարցնի, կա քաղաք այնտեղ, մենք պարզապես կսկսենք կառուցել այն։ Երբ գիշերը նայում ես երկնքին, լուսինը թվում է հանգիստ ու անփոփոխ, բայց իրականում դա այն վայրերից մեկն է, որտեղ մարդկությունը պատրաստվում է կատարել իր հաջորդ մեծ քայլը։ 1969 թվականին մարդիկ առաջին անգամ հասան լուսին, այդ պահից հետո սկսվեց մի նոր դարաշրջան, որտեղ լուսինը այլևս միայն հեռավոր լուսնի կետ չէր, այլ հնարավոր ապագա, բնակավայր, տարիներ անց սկսեցին առաջանալ քննարկումներ, արդյոք հնարավոր է այնտեղ մշտական բազա կառուցել, սկզբում դա թվում էր գիտաֆանտաստիկա, բայց ժամանակի ընթացքում դարձավ իրական նախագծերի մաս, ամերիկյան տիեզերական գործակալությունը արդեն սկսել է մեծ ծրագիր, որի նպատակն է նորից մարդ ուղարկել լուսին և այնտեղ ստեղծել մշտական ներկայություն, այդ գաղափարը ենթադրում է, որ լուսնի վրա կարող են կառուցվել կայաններ, որտեղ մարդիկ կկարողանան ապրել և աշխատել երկար ժամանակ, միաժամանակ Եվրոպական տիեզերական գործակալությունը առաջ է քաշել մի գաղափար, որը կոչվում է լուսնային գյուղ, դա համագործակցային բնակավայր է, որտեղ տարբեր երկրների գիտնականները և մասնագետները միասին կարող են ստեղծել լուսնի վրա առաջին փոքր համայնքը, այս ամենին զուգահեռ Իլոն Մասկի հիմնած ընկերությունը զարգացնում է նոր տիեզերանավեր, որոնք արդեն նախատեսված են մարդկանց տեղափոխելու համար դեպի լուսին, նրա նպատակը հիմնականում Մարսն է, բայց այդ տեխնոլոգիաները անմիջապես օգտագործվում են նաև լուսնի ծրագրերում, այսպիսով այսօր արդեն խոսքը ոչ թե երևակայության, այլ տեխնոլոգիայի մասին է, մարդիկ իրականում մշակում են համակարգեր, որոնք կարող են ապահովել կյանք լուսնի վրա, էներգիա, ջուր
պաշտպանություն եւ բնակելի մոդուլներ։ Բայց կարևոր հարցը մնում է նույնը. եթե այսօր մենք դեռ չենք տեսնում քաղաք լուսնի վրա, բայց արդեն ունենք ծրագրեր եւ տեխնոլոգիա այն կառուցելու համար, ապա արդյոք կարելի է ասել, որ դա պարզապես միֆ է։ Հնարավոր է, որ իրականությունը շատ ավելի մոտ է, քան մենք պատկերացնում ենք։ Գուցե առաջին քաղաքը լուսնի վրա դեռ չի կառուցվել, բայց նրա հիմքը արդեն դրված է։ Եվ մի օր, երբ հաջորդ առաքելությունները հաջողությամբ ավարտվեն, լուսինը կարող է դառնալ ոչ միայն ուսումնասիրության վայր, այլ նաև մարդկության նոր բնակավայր։ Այժմ պատկերացնենք, որ այդ գաղափարները իրականություն են դարձել։ Լուսնի վրա արդեն կառուցվել է առաջին փոքր բնակավայրը։ Սկզբում այն նման չէ քաղաքին այնպես, ինչպես մենք պատկերացնում ենք երկրի վրա։ Այն ավելի շատ նման է գիտական կայանի, փակ գմբեթներով, հաստ պաշտպանիչ պատերով եւ մետաղական կառուցվածքով։ Առաջին փուլում այնտեղ կարող են գնալ միայն հատուկ ընտրված մարդիկ, հիմնականում գիտնականներ, ինժեներներ եւ շատ հարուստ մարդիկ, ովքեր կարող են վճարել այդ ճանապարհորդության համար։ Այդ պատճառով առաջին լուսնային բնակիչները կլինեն սահմանափակ խմբեր, ոչ թե սովորական բնակչություն։ Ժամանակի ընթացքում այդ փոքր կայանները կարող են ընդարձակվել, կառուցվում են ավելի մեծ գմբեթներ, ներսում ստեղծվում են այգիներ, բնակելի տարածքներ եւ աշխատավայրեր։ Այդպես դանդաղ ձևավորվում է մի փոքր քաղաք, բայց փակ եւ վերահսկվող միջավայրում։ Բայց այստեղ առաջանում է հետաքրքիր հարց. եթե լուսնի վրա քաղաք լինի, արդյոք դա կփոխի այն, ինչ մենք տեսնում ենք երկրից։ Առաջին հերթին պետք է հասկանալ, որ լուսինը չունի իր սեփական լույսը, այն պարզապես արտացոլում է արեգակի լույսը։ Այդ պատճառով ցանկացած կառուցվածք, որը շատ փոքր է համեմատած լուսնի հսկայական մակերեսի հետ, երկրից գրեթե չի երևա։ Այսինքն, եթե նույնիսկ այնտեղ լինեն քաղաքներ, դրանք չեն խանգարի լուսնի բնական փայլին։ Լուսինը կմնա նույն լուսավոր սկավառակը երկնքում, որը մենք տեսնում ենք այսօր։ Միայն շատ մոտ դիտարկման դեպքում, օրինակ հատուկ աստղադիտակներով, հնարավոր կլինի տեսնել կառուցվածքների հետքեր կամ լուսնային կայաններ։ Այսպիսով, երկրից նայելով լուսնին, մենք դեռ կտեսնենք նույն լուսինը առանց ակնհայտ փոփոխությունների։ Բայց մի կարևոր միտք կա. եթե ապագայում այդ բնակավայրերը մեծանան եւ տեխնոլոգիաները զարգանան, հնարավոր է, որ լուսինը դառնա ոչ թե պարզապես դիտարկվող երկնային մարմին, այլ ակտիվ մարդկային տարածք։ Եվ այդ ժամանակ մարդիկ կսկսեն մտածել ոչ թե որ կա քաղաք լուսնի վրա, այլ որքան մեծ է արդեն այդ քաղաքը։ Եվ գուցե մի օր, երբ մենք նայենք երկնքին, լուսինը մեզ համար կլինի ոչ միայն երկնային մարմին, այլ նաև մարդկության երկրորդ տունը։ Լուսնի վրա քաղաքի գաղափարը միայն գիտության մասին չէ։ Վերջին տարիներին այն սկսել է կապվել նաև մի այլ թեմայի հետ՝ մարդկության ամենահարուստ մարդկանց հնարավոր փախուստի հետ, դեպի տիեզերք։ Երբ խոսում ենք լուսնի վրա ապագա բնակավայրերի մասին, իրական ծրագրերում միշտ նշվում է, որ առաջին փուլում այնտեղ կհասնեն ոչ միայն գիտնականները, այլ նաև հարուստ մարդիկ։ Պատճառը պարզ է։ Սկզբնական փուլում նման ճանապարհորդությունները լինելու են չափազանց թանկ ու սահմանափակ, այսինքն առաջին լուսնային բնակիչները կարող են լինել նրանք, ովքեր ունեն մեծ ֆինանսական հնարավորություններ, ներդրողներ, միլիարդատերեր եւ տիեզերական ծրագրերի մասնակիցներ։ Հենց այստեղ է առաջանում հետաքրքիր գաղափարը. արդյոք ապագայում լուսինը կարող է դառնալ ոչ միայն գիտական կենտրոն, այլ նաև մի տեսակ փակ աշխարհ նրանց համար, ովքեր կարող են վճարել այնտեղ ապրելու համար։ Իհարկե, սա պաշտոնական նպատակ չէ, բայց իրական ծրագրերում արդեն քննարկվում է, որ առաջին բնակավայրերը կլինեն փոքր, վերահսկվող եւ շատ թանկ հասանելիությամբ։ Միաժամանակ տարածվում են նաև վախեր ու ենթադրություններ, թե երբեմն նման վայրերը կարող են դիտվել որպես ապահով տարածք աշխարհի անկայունությունից հեռու լինելու համար։ Բայց սա արդեն գիտական փաստ չէ, այլ հասարակական քննարկումների մաս։ Այժմ ամենահետաքրքիր հարցը՝ երբ կարող է սա իրականություն դառնալ։ Ըստ ներկայիս ծրագրերի, առաջիկա տարիներին նախատեսվում է նոր առաքելություններ դեպի լուսին, իսկ մշտական բնակավայրերի կառուցման մասին խոսվում է արդեն մոտավորապես 2030-ականների սկզբից մինչև կեսեր։ Այս ժամանակահատվածում
կարող են ստեղծվել առաջին փոքր կայանները, որոնք հետագայում կվերածվեն ընդլայնված բնակավայրերի, բայց կարևոր է հասկանալ մի բան. այս ամենը դեռ սկզբնական փուլում է, ոչ մի քաղաք լուսնի վրա այսօր գոյություն չունի, դա ապագայի ծրագիր է, ոչ թե ներկա իրականություն, եւ ամենամեծ հարցը մնում է բաց. եթե մի օր լուսինը դառնա մարդկության նոր բնակավայր, արդյոք այն կմնա բոլորի համար, թե կդառնա միայն ընտրյալների, ամենահարուստների ու ամենահզորների տարածք, պատասխանը դեռ չկա, բայց գործընթացը արդեն սկսվել է։ Այս ամենից հետո գալիս է ամենակարևոր միտքը. լուսինը երկար ժամանակ եղել է միայն դիտման, երազելու եւ ուսումնասիրելու վայր, բայց հիմա այն դանդաղ սկսում է դառնալ մի տարածք, որտեղ մարդկությունը փորձում է ընդլայնել իր սահմանները։ Այսօր խոսքը դեռ ծրագրերի, հաշվարկների եւ փորձերի մասին է։ Ոչ մի քաղաք այնտեղ դեռ չկա եւ ոչ մի մարդ մշտապես չի ապրում լուսնի վրա, բայց առաջին քայլերը արդեն արվում են։ Տարբեր երկրների տիեզերական ծրագրերը, նոր տեխնոլոգիաները եւ մեծ մասնավոր ընկերությունների ներդրումները միասին տանում են դեպի նույն գաղափարը՝ ստեղծել մշտական մարդկային ներկայություն լուսնի վրա։ Եվ երբ այդ պահը գա, ամեն ինչ կփոխվի։ Լուսինը այլևս չի լինի միայն երկնքում կախված լուսավոր գունդ, այն կդառնա վայր, որտեղ մարդիկ կապրեն, կաշխատեն եւ կկառուցեն իրենց նոր միջավայրը երկրից դուրս, բայց նույնիսկ այդ դեպքում մի բան կմնա անփոփոխ։ Երբ մենք նայենք գիշերային երկնքին, լուսինը դեռ կլինի այնտեղ, նույնը, ինչ հազարավոր տարիներ առաջ։ Միայն տարբերությունն այն կլինի, որ հիմա մենք ոչ միայն կնայենք նրան, այլ նաև կիմանանք, որ այնտեղ արդեն մարդ կա, եւ գուցե հենց այդ պահին մենք կհասկանանք, որ միֆ բառը երբեմն պարզապես նշանակում է դեռ չիրականացած իրականություն։